Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակ Հայկ Կոնջորյան, հարգելի փոխխոսնակ Վագն Ալեքսանյան, պարոն Վարդևանյան, ձեզ չեմ դիմում, որովհետև արդեն որերորդ անգամ լինելով Ազգային ժողովի նախագահությունում դուք դուրս եք գալիս եւ էտիկետին համապատասխան նախագահության դիմելու փոխարեն չեք անում դա, լինելով նախագահությունում։ Դուք այդ հարգանքը չեք ցուցաբերում նախագահ Ռուբինյանի նկատմամբ, մյուս երկու փոխնախագահների նկատմամբ, այդ հարգանքը ցուցաբերում եք ինստիտուտի նկատմամբ, ինչը չեք անում։ Ընդ որում ձեր ելույթը ընտրվելուց հետո կես բերան չխոսեցիք այն կոնսենսուսի մասին, որը եղել է ձեր ընտրության դեպքում, որովհետև քաղաքացիական պայմանագիրը եթե ձեզ ձայն չտար բավարար, դուք այդտեղ չէիք հայտնվելու։ Եվ մենք դա արել ենք ընդդիմության հետ նորմալ միջավայրում աշխատելու համար։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի այս քայլերը գնահատվեն եւ գնահատվի առհասարակ այն համաձայնության, հիմնականում համաձայնության մթնոլորտը, որ կա, որի մասին շատ խոսել ենք։ Մի բանի մասին էլ եմ ուզում խոսել։ Երեք Լիաննա Գասպարյանը կարծեմ Տիկին Ռոզալիայի մասին խոսեց եւ երջանիկ պատահականությամբ դրա մասին խոսեց Մարիա Զախարովան։ Եվ երբ որ մենք մետաձիժկաների մասին ենք խոսում, հենց սրա մասին ենք խոսում։ Սրանք պատահականություններ չեն, հարգելի գործընկերներ, ընդ որում Ռոզալիա ասելիս առնվազն ազգանունը ասեք կամ ասեք Տիկին Ռոզալիա, որովհետև պատերազմի վետերան է եւ 103 տարեկան է այդ կինը։ Հիմա գանք բուն թեմային։ Քննարկում ենք Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Պարոն Ֆարմանյանը իր ելույթում ասեց, որ ինքը պատրաստ է բաց ճակատով խոսել ամեն ինչից, բայց էլի այս բարձր ամբիոնից չեղավ բավարար ազնիվ հարցերին պատասխանելու դեպքում։ Պարոն Ֆարմանյանին հարցնում ես, ասում ես, այս FH ընկերությունը ո՞նց է այդպես պատահականությամբ համընկել ձեր անվան առաջին երկու տառերի հետ, անվան ազգանվան, FH անգլերենից Ֆարմանյան Հայկ։ Ասում է դե տենց ձեր երևակայությունն է, F-ը ոնց որ finance է, այն H-ը չեմ հիշում ինչ է, Տիկին Ծովինար Վարդանյանը հարցնում է, լավ մի հատ էլ ընկերություն կա, FHL, դա էլ ոնց որ ձեր անուն, ազգանուն, հայրանունն է, ասում է, հա, էդի ես եմ։ Տենց պատահականություններ լինում են, հա, ոնց որ բնության մեջ, ընդ որում երջանիկ պատահականությամբ այդ ընկերությունից պարոն Ֆարմանյանը չգիտես ոնց, այսինքն գիտենք ոնց այդ սխեմաները կան, նվազագույն աշխատավարձ ստացել եւ մի հսկայական փոխառություն։ Երևի որ մենք բոլորով գնանք փոխառություն ուզենք, այդ ընկերությունը բոլորից 0%-ով փոխառություններ կտա, անհայտ ժամկետով, թե երբ պետքա դրանք վերադարձնենք։ Եվ պարոն Մեսրոպ Մանուկյանն եմ ուզում դիմել, ստեղ չի։ Գևորգ Սաղոյանի մասին խոսեց, Արմեն Սաքապետյանի մասին խոսեց, եթե պրոբլեմ եք տեսել Սաղոյանի դեպքում, մենք պրոբլեմ չունենք, դիմեք դատախազություն, եթե ունեք այդքան խիզախություն, այս դեպքով էլ պարոն Ֆարմանյանի ես որոշակի խնդիրներ եմ տեսնում եւ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո ամենայն հավանականությամբ իրավապահների կդիմեմ, բայց մի հատ պետքա խորհրդակցեմ, տեսնեմ այդտեղ ինչ պրոբլեմ կա, հա մեկ է Սաքապետյանի մասին որ խոսեց, ասում է այ նայեք, Արմեն, ես չէի ուզում այս մարդկանց անունները տալ, այ նայեք Սաքապետյանը խոսեց բանկային գաղտնիքի մասին, դրա համար իր դեմ ապօրինի գույքի հոդվածով գործ հարուցեցին, Սաղոյանը գլխարկ դրեց, իր դեմ գործ չհարուցեցին։ Ես որքան տեղեկացված եմ, այս Սաքապետյանի դեմ ամիսներ թե տարիներ առաջ է հարուցվել այդ ապօրինի գույքով գործ։ Սաքապետյանը մի քանի օր առաջ է խոսել բանկային գաղտնիքի մասին։
Եվ կարծում եմ, որ բավարար լրջություն է պետք ցուցաբերել այս ամբիոնի մոտ դուրս գալուց եւ խոսելիս։ Պարոն Ֆարմանյան, ես երեք ճիշտն ասած ընդմիջմանը ձեզ հետ ուզում էի խոսել նաեւ հավատարմագրային կառավարման մասին, որովհետեւ ես գիտեմ, որ ի պաշտոնե դուք ձեռնարկատիրական գործունեությամբ իրավունք չունեիք զբաղվելու։ Եվ այդ ընկերությունները պետք է հավատարմագրային կառավարման տրված լինեին, դուք խուսափեցիք այդ պատասխանից, ստեղ էլ չպատասխանեցիք, արագ հեռացաք, իմիջիալոց այդ արագ հեռանալու մասին էլի։ Երեք արևի խավարում էր եւ աստղագիտական լայն նյութ կա մասնագետների համար ուսումնասիրելու, բայց կարծում եմ պարոն Ֆարմանյանի կարծիքի փոփոխությունը այն արագությամբ, որ երեք տեղի ունեցավ, նույնպես գիտնականների ուսումնասիրության լուրջ նյութ է, որովհետև 5 րոպե առաջ, կես ժամ առաջ ստեղ ասում էր, որ ապօրինի գույքի օրենքը ականա մեր պետության տակ, մեկ էլ եկավ մեմ էր դարել երեք, տեսել եմ շորթերով YouTube-ում գնում է, ոնց է պարոն Ֆարմանյան ասում, այո, թալանը պետք է վերադարձնել։ Թալանը պետք է վերադարձնել։ Ռուբինյանի դիտարկումներն էր այտենց շատ տեղին, որ ասում էր մնում է պարզենք, թե ումից պետք է վերադարձնել։ Թրիփի մասին նույն լուսային արագությամբ փոխվեց կարծիքը եւ հանգարց միջանցքը դարձավ ճանապարհ։ Էլ ինչի մասին այտենց արագ փոխվեց կարծիքը։ Հիմնականում ասեցի, հարգելի գործընկերներ, երբ որ մենք այստեղ որոշակի կապերի մասին ենք խոսում, մենք այստեղ պարզապես պատգամավոր չենք ընտրում, էլի, որտեղ դուք ընտրվել եք, մենք հանձնաժողովի նախագահ ենք ընտրում։ Եվ այդ կապերը եւ քաղաքական անցյալը շատ կարեւոր է։ Երբ որ Քոչարյանի հետ ձեր կապերի մասին ենք խոսում, դա պատահական չի, դա ձեր արժեհամակարգի մասին է խոսում։ Ձեր արժեհամակարգի, խնդրում եմ, որ գաք այստեղ, նաեւ օրինակ խոսեք Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ ձեր կապերի մասին։ Օրինակ գաք այստեղ խոսեք Վարդան Հարությունյանի, Գազի Վարդանի ձեր կապերի մասին։ Սրանք այտենց պատահական կապեր չեն, էլի, սրանք կանոններ են, որոնք խոսում են մարդու կենսագրության մասին եւ մարդու արժեհամակարգի մասին, եւ երբ որ մենք ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ ենք ընտրում, այդ մարդը պետքա համապատասխանի այդ պաշտոնին։ Երեք խոսեցիք հայրերի պատասխանատվության մասին։ Ես այս թեման էլ չէի ուզում բացել, բայց եթե բացել եք, ձեր տեխնացության առաջադրմամբ մենք բանկային համակարգին ինչ մեսիջ ենք տալիս, որովհետև ձեր ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը, որի նախագահին հավակնում եք, բանկերի հետ բավականին լուրջ առնչություն ունի։ Կարող է պիրամիդաների, ֆինանսական բուրգերի, համակարգերի մեսիջ ենք տալիս մենք բանկերին։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ երեք քանի որ շատ խոսվեց նաև ժամանակ ունեմ եկեղեցու հարկման մասին եւ հետո ընդդիմադիր մամուլը բավականին խեղաթյուրել էր իմ գործընկեր Թագոյի Ղազարյանի ասածները, մենք ինչ ենք ասել եկեղեցու հարկման հետ կապված։ Ասել ենք, որ մենք ստեղ ստվեր ենք տեսնում։ Եկեք այն ամբողջ շրջանառությունը, որ դուք ունեք, ուղիղ առաջարկել ենք 18-19 թվականից։ Ցույց տվեք այդ շրջանառությունը, համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքների, այդ հարկերը վճարեք, մենք ամբողջությամբ եւ մի բան էլ ավել, այդ հարկերը վերադարձնենք եկեղեցուն։ Ինչ վատ բան ենք ասում, ինչի չեն անում, որովհետեւ ստվերից չեն ուզում ազատվեն։ Չեն ուզում ազատվեն, այս է խնդիրը։ Եվ վերջում, պարոն Ֆարմանյան, ես կարծում եմ, որ դուք բարեհաջող տապալեցիք ձեր տեխնացությունը, ազատ եք, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար